Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ Հայաստանի մշակույթի ամենապայծառ էջերից մեկն արդեն 75 տարի շարունակ գրավում է բեմի շարժումով, հայկական հողի բարընթաց սրտի բաբախով։ Այս տարի նշում ենք վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի պարի պետական անսամբլի 75-ամյակը։ Հոկտեմբերի 14-ին ժամը 19:00-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի կունենա Հովհաննես Խաչիկյանի հիշատակին եւ անսամբլի Հոբելյանին նվիրված մեծ համերգ։ Միջոցառման շրջանակներում մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի երգի պարի պետական անսամբլի պարախմբի ղեկավար Սերգեյ Մատինյանին, անսամբլի մենապարուհի Սոնա Լևոնյանին։ Լույս առավոտին։ Շնորհակալ ենք, որ եկաք մեզ մոտ, քանի որ մենք եւս տեղյակ ենք այս օրերին, ենթադրում ենք ինչ ինտենսիվ փորձեր են ձեզ մոտ։ Պատմեք նաեւ այդ ընթացքից։ Պարել եք եկել, թե գնալու եք նոր պարեք։ Նոր պիտի գնանք պարենք։ Մի քիչ շուտ է դեռ։ Գնանք հասնենք պարապմունքները։ 10-ից փորձերը սկսում են արդեն, մինչև ժամը 1-2, բայց անսամբլի 75-ամյակը չի, պարոն Խաչիկյանի 75-ամյակին նվիրված համերգն է, անսամբլի 38 թվից է ստեղծված, արդեն 85-86-րդ տարվա մեջ ենք մտնում անսամբլի։ Փորձերը շատ լավ են գնում փորձերը, բոլորս համախմբված ենք մի մտքի շուրջ, որ պիտի պարոն Խաչիկյանի համերգը շատ լավ ներկայացնենք, որտեվ չեմ կարող բացատրեմ ինչ պատասխանատվություն է, բայց բոլորս կարևորը պարախումբը լրիվ այո, զգում ենք այդ ամեն ինչը ու ձեզ էլ ենք հրավիրում, մեր հեռուստադիտողին էլ ենք հրավիրում, համեցեք, շատ լավ համերգ լինելու, ներկայացնելու ենք պարոն Խաչիկյանի բեմադրած պարերից, Ազատ Ղարիբյանի պարերից, Վանուշ Խանոմիրյանի պարերից, համեցեք։ Հայտնի անուններ ինչ պարեր են ներառվելու։ Սոնա ջան, Ինչպես եք պատրաստվել, այո։ Շատ էլի նշենք այդ պատասխանատու բառը պետքա շատ հնչի, որովհետև ամեն ոլորտում թերևս հիմա իհարկե մենք բոլոր համերգներին ենք պատասխանատվությամբ մոտենում, մեծ պատասխանատվությամբ, որովհետև լինելով Հայաստանի ամենաառաջին այցեքարտ, այո, այցեքարտ մայր կոլեկտիվ, այսպես են նաև ասում, այդ պատասխանատվությունը բոլոր համերգներին կա, բայց համերգի խորագիրը իրենով մեզ հուշում է, որ այս անգամ կրկնակի, եռակի, անգամ քառակի, անգամ տրամադրվածությունն ուրիշ է, որովհետև շատերս աշխատել ենք հենց Հովհաննես Խաչիկյանի հետ, անսամբլի արտիստները, ու Հովհաննես Խաչիկյանը ինքը իրենով իր ստեղծագործական կյանքի ընթացքում շատ սերունդներ է կրթել, որտեղ անսամբլի բալետմեստր լինելու հետ համատեղ աշխատել է Պարավեստի պետական քոլեջում եւ շատ ավարտական իր կուրսերի սաները այսօր հայտնի դեմքեր են։ Այո, բոլոր պետական անսամբլներում իր ավարտած կուրսերից հաստատ արտիստներ կգտնենք եւ աղջիկներ եւ տղաներ եւ այդ ամենը հենց նրանով է ասվում, որ այդ գործի իրա փոխանցել թե ներկայացնել հին սերունդներին, ովքեր որ արդեն փորձ ունեցել են պարոն Խաչիկյանի հետ, ցույց տալ նրա աշխատանքը, որ նրանք են նորից վերապրեն այդ ամեն ինչը ու նաեւ նոր եկող սերունդին ցույց տալ, թե ինչ վարպետներ են աշխատել ու ինչ մասնագետներ են շարունակում այդ վարպետների գործը։ Մեր պարոն Մատինյանի հետ կապված ինքը քանի որ աշխատել է հենց պարոն Խաչիկյանի հետ շատ երկար տարիներ, կարծում եմ իր համար եռակի պատասխանատվությունը մեծ է, որ դետալ առ դետալ փորձել ներկայացնել այն համարները, որոնք որ հենց պարոն Խաչիկյանին են եղել, որտեղ ծրագրում ունենք համարներ։ Մի որոշ ժամանակ համարներ կային, որ անսամբլի խաղացանկից այսպես ասած դուրս էին եկել, նոր համարները փոխարինելով եւ հիմա ժամանակն է վերադառնալու։ Այո, դետալ առ դետալ, շարժում առ շարժում, մենք վերականգնում ենք այդ ամեն ինչը, փորձում ենք հասցնել համերգին ասենց սիրուն ներկայացնենք ու ունենք համարներ, որոնք որ չեն եղել անսամբլի ցանկում, բայց հիմա ընդգրկվում են եւ թե երաժշտական մասով, թե պարախմբի մասով փորձում ենք այդ ամեն ինչը սիրուն ասենց իմի բերել ու պատշաճ կերպով ներկայացնել։ Սերգեյ, դժվար չէ արդյոք այսպես սրընթաց զարգացող աշխարհում վերադառնալ ակունքներին, մնալ արմատներին կարճած, հատկապես երիտասարդությանը, ինչ պրոպագանդա եք անում։ Շատ դժվար է, բայց ավելի հպարտորեն ենք մոտիկանում այդ հարցին, անելուց հետո ավելի հպարտություն է զգում, որ ստացվեց։ Այն ինչը որ արել եմ, որ պիտի փոխանցես նոր սերնդին, ստացվեց։ Այդ ստացվելը ամենակարևոր բանն է ու այդ փոխադարձ թե աշխատանքը, թե ցույց տալ, ինչ չգիտեմ, ոնց բացատրեմ, բայց
ձեզ կհրավիրեմ մի օր մեր փորձի ամենակենդանի պահերը։ Ամենակենդանի պահերը ունեցել են կապույտ թռչուն, որ Հովհաննես Խաչիկյանը բեմադրեց, բայց բեմ դուրս չեկավ, ինչ որ մեծ պատասխանատվություն եկավ մեր վրա, որ մենք պիտի այդ պարը վերականգնենք ու հանենք։ Հենց իր համերգին պիտի մենք ներկայացնենք այդ պարը։ Ու ինձ թվում է ստացվեց մի մենապարուհին Սոնա ջան, կարաս ներկայացնես պարը։ Եթե տարբերակ ունենք, Ինձ թվում է թեթև բառերով կարելի է ներկայացնել, որ ավելի գերենք մարգանը Միանշանակ իրենց աչքով տեսնեն։ Եթերի տրամաբանությունը լրիվ պատկերացնում եք։ Մի անգամ եւս Երեք մեր հանդիսատեսն Սոնա ջան։ Մի անգամ եւս վիդեո տարբերակով հնչել է այս արտահայտությունը, բայց Հովհաննես Խաչիկյանը աղջիկների պարերի մեջ շատ էր սիրում ձեռքերի շարժումները, ձեռքերի վրա ուշադրություն դարձնելը։ Ինքը միշտ ամեն համերգից հետո ու դաժե ասած ասած համերգից առաջ բոլորին ասում էր իմ աղջիկների ձեռքերը ու հենց այդ իր բեմադրությունը կապույտ թռչուն բեմադրությունը խնդրում եմ վաու կապույտ թռչուն բեմադրությունը երեք աղջիկա վրա է բեմադրված ու հենց ամբողջ պարը թևի աշխատանք է ոչ մեկ չի պատկերացնում այդ երևի պարողները մենակ կպատկերացնեն շատ դժվար է ձեռքերի այդ շարժումները 3 րոպե մոտավորապես պարը, եթե չեմ սխալվում, 3 րոպե անդադար, անընդհատ քայլելու հետ մեկտեղ փորձել ցույց տալ այդ ձեռքերը ոնց որ Խաչիկյանն էր պատկերացնում, հա, չմոռանալ ոնց է շարժվում, ինչ արում, այդ շատ բարդ է, շատ բարդ է ու փորձերի ընթացքում մենք անընդհատ sense Խաչիկյանի ձայնը մեր ականջին հատուկ տեղեր կար, որ պարոն Խաչիկյանը գոռար այդ տեղերը, արդեն մենք ֆիքսել ենք, որտեղ պիտի գոռանք, որտեղ ոնց պիտի պահենք։ Այդ ձայնը մեր մտքի մեջ փորձերն անցկացնում ենք ու հենց այդ կապույտ թռչունը ինքը շատ սիրուն բեմադրություն է, շատ կանացի, շատ գեղեցիկ, եթերային, ինքը ասելիք է, անհնար է չհուզվես անգամ որտեվ լսում ես թե երգի բառերը, թե պարը շատ գեղեցիկ իրար լրացնում են ու շատ երիտասարդների շրջանում ինչպիսին է հետաքրքրությունը։ Դեպի պարարվեստը ինձ թվում է էլի մեր սերնդի նման հետաքրքրությունը շատ է էլի։ Ես էլ եմ դասավանդվում հիմա պարարվեստի ուսումնարանում, լավ ուսանողներ կան, մի քիչ տղաների պակաս ունենք։ Մենակ այդ խնդիրն է, Եվս այստեղ եթերից քաջալերում ենք գնալ եւ բոլոր տղաներին։ Այո, բոլոր տղաներին գնալ անպայման պետք է փորձել գոնե։ Անպայման։ Նաեւ կուզենամ նշել մեր երաժշտախմբի աշխատանքը, շատ ինչքան մենք պարախմբով մեր փորձերը անում ենք, նույն ինտենսիվ աշխատանքը կատարում են երաժշտախումբ, երգչախումբ, մեր գեղարվեստական ղեկավարը Լևոն Թևանյանը եւ Գասպար Ամիրխանյանը զբաղվում են այդ հարցերով։ Նույնիսկ կապույտ թռչունը մեր ծրագրում չկար, բայց շատ փոքր ժամանակում ունեցանք շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ մեր երաժշտական գործ, եթե չեմ սխալվում, նվեր, բայց ազգանունի չեմ հիշում, կներես Նվեր ջան։ Մենք ավելի ջերմ եք խոսում, քան Ես վստահ եմ, որ ներողամտությամբ է վերաբերվելու։ Կատարելու է նվերը, չգիտեմ, շատ քրտնաջան մենակ պարայինով որ չնայենք, ընդհանուր մեր 75 հոգանոց կոլեկտիվը այս պահին մենակ աշխատում է 75 ամյակի համերգ։ Ինչպիսի սիմվոլներ 75 դու մի համընկ։ Մեր անսամբլը որքանով է դրսի հետ, արտերկրի հետ կապը պահում ու հրավերքներ որտեղ եք ստանում։ Հրավերքներ ունենում ենք, այս տարի ավելի շատ աշխատել ենք ստեղ մեր երկրում պատասխանատու տարի էր։ Պատասխանատու տարի էր։ 24 թվականին շրջագայություն ունեցանք մոտ 40 օր Ֆրանսիայում, ներկայացանք 23 համերգով, ամեն օր համերգի ենք։ Հայկական համայնքի հրավերով։ Չէ, հենց ֆրանսիացիների համար էր։ Ինչով է տարբերվում օրինակ իրենց հանդիսատեսը եւ մեր հաճախ տարբեր արտիստներ նշում են, որ հստակ տարբերություն կա այդտեղի հանդիսատեսի։ Հայ հանդիսատեսները։ Մեր հանդիսատեսը հենց համերգը սկսում է արդեն զգում ես, որ հայ է նստած։ Բայց բանը Մուրադի դեմքով բոլորս ասում են։ Բայց Եվրոպայի հանդիսատեսը, չգիտեմ, սպասում է հատուկ ծափերի տեղեր ունեն իրանք այտենց հատուկ։ Կանոնակարգված է։ Այո, կանոնակարգված է։ Մեր բնավորության նման ենք մենք, իրենք։ Հախուռը դեսպես։ Եվ 24 թվականին մեր փոխնախարարի հետ, Դանիել Դանիելյանի հետ գնացինք հրավերով Թուրքմենստան, այնտեղ էլ ներկայացրեցինք Հայաստանի օրերն էր, չէ՞, Թուրքմենստանում։ Ներկայացրեցինք եւ համերգային ծրագրով ներկայացանք մենք եւ ապարեցինք նույնիսկ իրանց պարը ապարեցինք ամենավերջում իրանց խմբի հետ։ Ժողովրդի բարեկամությունը հաղթող եղավ։
75 հոգի, ինչպես է թիմային աշխատանքը, դուք եւս երիտասարդ եք եւ յուրաքանչյուր արտիստ ունի բավականին բարձր ամբիցիաներ իր ներսում։ Դա չի խանգարում թիմի ներսում փորձերին, պարապմունքներին, ընդհանուր այսպես սինխրոն աշխատանքին, որովհետեւ եթե մենք այդ ամբիցիաները դուրսը պահենք ու երբ մտնում ենք աշխատանքի, բոլորս մի գաղափարի շուրջ ենք մտածում։ Ամենակարևորը դա մեր թիմը դրանով է ուժեղ։ Թիմային աշխատանք, ցանկացած հարցում, եթե թիմային է լինում աշխատանքը, հաջողությունը արժևում է լինում, կարծում եմ։ Կարծում եմ, ստեղ կարող ենք նորից վերադառնալ Հովհաննես Խաչիկյանին, որովհետև ինքը բավականին երկար ժամանակ աշխատեց Երգի Բարի պետական անսամբլում ու ինքը հենց ինքնով ընենց մարդ էր, որ տարածում էր հենց այդ գաղափարը, որ դուք պետք է լինեք մի ընտանիք, մի թիմ, ու ոնց որ մեր սերունդը մեծացել է հենց այդ գաղափարի շուրջ, դրա համար այդ ամբիցիաները, այսպես ասած, մենք միշտ դուրս ենք թողնում, մտնում ենք դահլիճ, բոլորս հավասար ենք, բոլորս միասին ենք, մի ընտանիք եք, մի գաղափարի շուրջ ենք աշխատում, ու հենց դա էլ ապահովում է բարձր արդյունք հետագայում բեմում արդեն հանդիսատեսին ներկայացնելու ժամանակ։ Առիթից օգտվելով կխնդրեմ կրկին ներկայացնել օրը, վայրը, հրավիրել մեր հանդիսատեսին։ Օպերայի եւ բալետի թատրոն, ամսի 14, ժամը 19:00 տեղի ունենալու Հովհաննես Խաչիկյանին նվիրված համերգ իր 75-ամյակի կապակցությամբ։ Մեծ վարպետին։ Կարծում եմ ձեր հանդիսատեսի մի մասն էլ կհավաքվի այս հաղորդաշարի շուրջ լսած տեղեկատվությամբ։ Այնպես որ գեղեցիկ համերգային ցանկանում։ Ես վստահ եմ, եթե այսպիսի սիրով, ջերմությամբ եւ ողջավորվածությամբ եք խոսում համերգի մասին, այն ուղղակի պետք է հրաշալի եւ ֆանտաստիկ անցնի։ Նման պատասխանատվություն դուք վերցրել եք ձեր ուսերին եւ ես կարծում եմ, որ ամեն բան ֆանտաստիկ կլինի։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Եվ այս գեղեցիկ նոտայի ներքո եկեք փակենք մեր հաղորդաշարը այսօրվա, տրամադրվենք Երևանյան օրերին, մեր առաջիկ աշխատանքային ազատ օրերը նվիրված են լինելու Երևանին, Երևանյան տոնակատարություններին։ Եվ ի վերջո, ձեզ լավ հանգստյան օրեր։ Շնորհակալ ենք։